Հայաստանի իշխանության արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության սահմանափակում, նշել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության արդյունքների մասին ամփոփիչ մամուլի ասուլիսին։ Վերջինս մասնավորապես նշել է. Մենք մեր հայ գործընկերներին բացահայտորեն փոխանցում ենք ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ մեր գնահատականները։ Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի եւ Վաշինգտոնի ենթադրաբար բարի մետադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ։ Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն եւ անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին։ Լավրովը միաժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները հիմնված են ամուր իրավական շրջանակի վրա, իսկ երկու երկրների ժողովուրդներին միավորում են տարավոր բարեկամությունը, քաղաքակրթական եւ գաղափարախոսական ընդհանրությունները։ Վերջինս խոսել է նաեւ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ գործակցության մասին, ընդգծելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին շոշափելի արդյունքներ է բերում եւ Ռուսաստանի Դաշնություն Հայաստանի արտաքին առևտրի մոտ 35%-ի ներկրողն է։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետն անդրադարձել է նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային եւ ռուս սահմանապահներին։ Նրա կարծիքով Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյունը Գյումրիում տեղակայված ռազմաբազան է։ Լավրովը խոսել է նաեւ Հայաստանի ՀԱՊԿ ռազմական կառույցի հետ հարաբերությունների մասին, վստահեցնելով, որ ՀԱՊԿ-ը շարունակում է կատարել իր պարտավորությունները։ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ դրանից բխող բոլոր իրավունքներով ու պարտավորություններով։ Ռուսաստանը սատարում է Երևանի լիարժեք մասնակցությանը կազմակերպությանը, որպես երկրի անվտանգության անկախտելի մաս։ Վերջին տարիներին չնայած ռուսական կողմից բազմիցս հնչեցրած կոշտ հայտարարություններին, Հայաստանը շարունակում է բալանսավորման ու բալանսավորված քաղաքականությունը, սերտ գործակցելու ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տարբեր կառույցների ու տարբեր երկրների հետ։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կողմնակից են նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը եւ անում են հնարավորը նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Հենց այս համատեքստում է կարևորվում թրիփ նախագծի իրականացումը։ Ինչ վերաբերում է ռազմական ոլորտին, ապա Հայաստանը սառեցնելով անդամակցությունը ՀԱՊԿ-ին հնարավորություն է ստացել գործակցել բազմաթիվ երկրների հետ, ձեռք բերել ժամանակակից զենք զինամթերք։